Ողջույն բոլորիդ, այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել այս չքնաղ բույսը, որից պատրաստել եմ և աղցան և պահածո, երկու տարբերակն էլ շատ համեղ է և շատ սիրված։ Սիրելիներս, դանդուրի պահածո և աղցան եմ պատրաստել։ Բոլորդ դանդուրի օգտակարության մասին երևի թե գիտեք, տեսանյութի ներքևում կգրեմ, թե ինչ օգտակար հատկություններ ունի։ Վերցրել եմ դալար դանդուր, հիմա տեսեք ինչպես եմ մաքրելու։ Ուրեմն հեռացնելու եմ դանդուրի այս պոչի հատվածը, որտեղ որ գյուղացիները հավաքել են ու կապել են, որպեսզի հատ-հատ չմաքրեմ, սենց մի փոքր մի սանտիմի չափով կտրում եմ հեռացնում, հետո վերևից հավասարեցնում եմ դանդուրը, այդ վերցրած ծայրամասերով աղցան եմ պատրաստելու, իսկ այս արդեն մի չափի դանդուրը մարինացնելու եմ։ Այս ծայրերի բաժինն է, տեսեք, առողջ տերևներով դանդուր է։ Հիմա սա հատ-հատ կմաքրեմ, եթե շատ մանր, բարակ թելանման դանդուրներ կլինեն մեջտեղում, կհանեմ և դրանք կավելացնեմ աղցանին, իսկ այս սովորական նորմալ ցողուններովը կպահածոյացնեմ։ Տեղափոխում ենք ջրի տակ, մի լավ լվանում ենք, մի 10 րոպե թողնում ենք փափկի, նոր ենք լվանում, մի խոսքով հետո կաթսայով ջուր ենք դնում եռալու և դանդուրը տեղափոխում ենք ջրի մեջ, առանց աղի, մի հատ հենց այսպես տեսեք սկսի եռալը, արդեն հանում եմ, չենք թողնում, որ եռա։ Հանում տեղափոխում ենք սառը ջրի մեջ, որպեսզի պահպանի իր գույնը և եռը կանգնի։ Սառը ջրից քամում ենք և համեմունքով տեղավորում ենք բանկաների մեջ։ Դուք ընտրեք ինչ չափի բանկա, որ ուզում եք, ես վերցրել եմ այս 800 գրամանոց բանկաները, առաջին շերտը դնում եմ մի քանի ճուղ սամիտ և սխտոր, հետո դասավորում եմ դանդուրը, պտտեցնելով փունջ-փունջ վերցնում ենք, ոնց Շուշանը կամ մյուս այսպես բանջարի պահածոները, այդպես էլ սա։ Վերջում նորից ավելացնում եմ սխտոր և դանդուրով լրացնում բանկան։ Բանկաների մեջ չափից ավել սեղմել պետք չի, պետք է շատ չնչին թույլ լինի, որպեսզի ջուրը ավելացնելուց և համեմունքները լցնելուց հետո, ինչքան էլ որ եռացնենք, հետո ջուրը գոլորշիանա, բանկայի մեջ հեղուկ լինի, որ համեղ ստացվի։ Դա շատ կարևոր է։ Ահա սիրելիներս, 5 բանկաներ լցրեցի, հիմա տեսեք ունեմ ճաշի գդալ և թեյի գդալից մեծ գդալ, հիմա այս գդալով յուրաքանչյուրին ավելացնում եմ 1 գդալ աղ, այսինքն դեսերտի գդալ է։ Յուրաքանչյուրին կես այս գդալով շաքարավազ և մի գդալ էսենցիա։ Հիմա կասեք էսենցիան շատ եք լցնում, սիրելիներս, բազմիցս շեշտել եմ, նախ ես այս էսենցիան շատ եմ սիրում, երկրորդն էլ էսենցիան բավականին ձիգ է պահում բանջարեղենը, որ դնում ենք կամ թեկուզ բանջարը պահածոյացնելուց չի լղկվում, ինչքան էլ որ խաշեք չի լղկվում, թեպետ կարևորը հենց սկզբից լցնելն է, ոչ թե հետո լցնելը։ Սկզբից էսենցիան լցնելուց, երբ դնում ենք եռալու, պահպանում է խաշած դանդուրի ձգությունը, իսկ եթե դնեմ եփեմ վերցնեմ, հետո նոր ավելացնեմ էսենցիան, դանդուրն արդեն եռ է ուտում և մի քիչ էլ համեմատ այդ եփելու ընթացքին փափկում է։ Լրացնում ենք բանկաները ջրով և դնում ենք եռալու։
Եռացնելու եմ 10-ից 15 րոպե։ Տեսեք, բանկայի փոսիկից մի մատ ներքև ջուր եմ լցրել, այդքանը բավական է, որ ինքը եռա, ջուրը եռա և բանկաների մեջն էլ եռա։ Հանում ենք և սովորության համաձայն թեքում ենք կրիչկայի կափարիչի կողմը։ Չգիտեմ սա ինչի համար է, բայց մայրիկիցս եմ սովորել, ես էլ էսպես կանեմ, հետո երբ կհովանա, մի թեթև երեսից սրբիչ եմ գցելու, չեմ ծածկելու, որ ավելի չեփվի բանկայի մեջ։ Ահա, հովացավ, տեսեք։ Հրաշք թթու է, շատ, ամեն տարի համարյա պատրաստում եմ, ես ինքս չափից ավել եմ սիրում։ Հիմա անցնենք աղցանին, սիրելիներս, նախ իմ ալիքում ունեմ և այս մարինադի պահածոն և աղցանը, բայց քանի որ նոր պատրաստում էի, ուզեցի նոր տեսանյութով ձեր հետ կիսվել։ Մի թեթև խաշում ենք, քամում ենք, հիմա աղ ենք անում, լիմոնի աղ ենք լցնում, սխտոր ենք ավելացնում, մի քիչ սամիտ ու կանաչ սոխ։ Այս բոլորը լավ խառնելու եմ, հետո ավելացնեմ բուսայուղը և խնձորի քացախը։ Մի քիչ է սև պղպեղ։ Շատ համեղ է, նույնիսկ 5 օր այս աղցանը որ մնա, ոչ գույնն է փոխում, ոչ համն է փոխում, մի քիչ աղն է քչանում։ Կարելի է ասել և թթու է և աղցան է։ Ահա քացախն էլ լցրեցի, վերջ, այսքանը սիրելիներս, այս անգամ էլ սա ներկայացրեցի, չգիտեմ գոհ եք թե գոհ չեք, բոլորիդ առատ սեղաններ եմ մաղթում, ուրախ սեղաններ եմ մաղթում։ Կիսվեցի ձեր հետ իմ պատրաստած բաղադրատոմսով, շնորհակալ եմ, որ դիտեցիք, ովքեր բաժանորդագրված չեն, թող բաժանորդագրվեն նոր տեսանյութեր դիտելու համար, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։